Հոսանքազրկումները հաճախակիացել են, նաև փոխարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ հաստատեց։ Ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու։ Սաղի համար էլ բարդակ է այսօր, այս երկիրը ամբողջությամբ բարդակ է։ Մենակ էդի չի, մենակ ջրայինը չի, հոսանքը չի, բարդակ է։ Խուլիգանական երկիր այլ է, խուլիգանությունը։ Այսօր հələ նայեք ինչ սպանություն է այդում։ Իմ ընդամենը ասեն չհամակերպվել է, նայեք որն է։ Այս ազգը ամեն օր նայում եք ինչքան սպանություն այդ։ Ինչքան են իրար սպանում։ Չի պետք է տենց լինի։ Մենք ուրիշ թշնամի չունենք։ Մենք իրար հետ թշնամի չենք։ Մեր թշնամին մի հատ է, մենք սաղվել գիտենք դրա տեղը։ Բայց սուր ազգը ազգին է ուտում։ Այս ինչ վիճակ է, այսօր են հասել այս ազգին։ Դե այն ոլորտները, որ վարի են տվել, հիմա անցել են այդ ոլորտին։ Այդ ոլորտը ասենք քիչ թե շատ մարդիկ իմանում էին, ասենք կառավարել, եթե գոնե կայուն պահել, եթե առաջընթացել կոպիտ ասած չընկեր անցել, գոնե կայուն պահել են։ Հիմա սրանք տանելու են ծանր կայուն վիճակի։ Տանելու են ոնց երկիրն են տարել դեպի վատ, այդտենց էլ այդ ոլորտն են տանելու, ի՞նչ տարբերություն։ Շատ վատ է լինելու։ Առանցնել մեր մոտ անընդհատ են լինում անջատումները, անընդհատ։ Մի ընդամենը 3 շաբաթվա ընթացքում, 4 շաբաթվա ընթացքում 8 դրամով թանկացավ էլեկտրոէներգիան։ Չգիտեմ նկատել եք թե չէ։ Էլ 53 դրամ։ Երեք մոտերեմ 53 դրամով։ Դա ահավոր վիճակ է։ Հոսանքազրկվել օրերով հոսանք չեղը սառնարանում նախ ժողովուրդը կեսական ապրելավիճակը շատ ծանր է։ Ում էլ որ երկու բան կարող լինի, երշիկ բան սառնարանել, սանը փչացը հանեթա, ոչ տիրուսնարողքը, ոչ շն էլ պատասխանով ատալ, ոչ մեկը։ Այդ մեր ժողովրդին քիչի, շատ քիչի, պետք է ամիսներով անջատեն, Լևոնի օրոք ոնց որ անջատում են, այդ ձև էլ պետք է անջատեն, որովհետև չեն հասկանում։ Ասենք մենք այստեղ ստորահավաքար ենք, որ էլեկտրականությունը ցածրանա, գինը ցածրանա, ասենք մի փարան իմացավ, թե մենք ինչ-որ ասենք Սամվել Կարապետյան ենք, ես իմ Սամվել Կարապետյանը մեզի փող ատվե, որ ասենք մենք դիմում ենք ստորագրում ենք, որ հոսանքն իջնանա։ Փաշինյանը ապրիլի 1-ից թոշակները բարձրացրեց մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ կապ ունի գալիք ընտրությունների։ Դա ուղղակի ընտրությունների հետ կապված հարց է, բյուջեով նախատեսված չի եղել թոշակների բարձրացումը, իսկ խելացի մարդիկ լավ գիտեն, որ բյուջեի հետ կապված ծախսերը պետք է ներառված լիներ բյուջեով, բյուջետային տարվա սկսելու ժամանակ պետք է դա ասվեր։ Իսկ այդ ժամանակ ասում էին թոշակառուն ինչ անելու այդ 10,000 դրամը։ Եվ որ հանդիպեցին այդպես ասած ժողովրդական պատին, որ քննադատությունները շատ եղավ, ստիված դեմ ընտրություններ էր, իր առետինը բարձրացնելու համար սկսեց թոշակների բարձրացումը, որքանով հետո կարող են այդ ֆինանսական ճգնաժամը հաղթահարել, արդեն պարզ չի, հետագայում ոնց կլինի։ Դա մեր փողերն է, իր փողը չի, իր ջեբից չի տվել, ոչ էլ աննայ ջեբից է տվել։ Ես երրորդ կարգի հաշվանդամ եմ, այն ժամանակ 4-5 տեսակ դեղեր է ստանում, որից կեսը վճարով էլ կեսը անվճար, նույն դեղերը էլը վճարով, օրինակ Նեբիլեդյան ումենտ շաքար համար խմում եմ վճարովի։ Անվճար բան կարելի է նույնը, փոփոխություն չկա։ Իհարկե կապ ունի Յանեկ աշարկում բանը թոշակառուներին, որ պետք է իրան ընտրեն, բայց եթե խանութը մտնենք թոշակառուն կարել, խանութից բան առնի։ Հետ ոնց կապ չունի, Պերանը կապ ունի։ Կաշարք ոնց ալնեմ։ Փող էլի տալիս են, բայց այդ 10,000-ը քթներից անում են։ 21,000-ից ապան եկավ էլ 40,000։ 50 հələ նայեք ինչքան է, հələ քելեք նայեք շուկան ինչ է կատարվում։ Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով են լուրջ երկրի ղեկավարի նման բաներ անել։ Իհարկե լուրջ չի։ Ես ինչ չեմ վերագրում, առասարակ ոչ մեկը դժվար է ինչ-որ մեկին վերաբերվի։ Ասենք ես չեմ կարող ասեմ, դա հոգեբանները կարան այդ հարցի պատասխանը տան։ Իր սրտիկներից ոչ տնտեսությունն է զարգանում, ոչ գյուղատնտեսությունն է զարգանում, որովհետեւ ոլորտ չի զարգացել իր սրտիկներից։ Ես չեմ էլ նայում, ամեն նայելուց ստրես եմ տանում, չեմ նայում, որ թերթում եմ հանկարծերում, ստրես եմ տանում, ես խելագարվում եմ, ես դրան չեմ կարող նայեմ երկար, ոչ էլ լսում եմ։ Ոչ նայելու է, ոչ էլ լսելու է։
Ես ուղղակի մի հատ բան ասեմ, թող իրանք էլ լսեն, իրանք էլ հասկանան։ Երկրի ղեկավարը մի քիչ տղապետ լինի։ Ես ափսոսում եմ, համել նախանձում եմ, Քադիրով իջնում է Գրոզնի, էլ նայեք իր ժողովրդի հետ, իր ջահելության երիտասարդության հետ ոնց է շփվում։ Ինչ անում ամբողջ ոչխարներ լցել հայտեւը մանա գալիս, ինչ անում։ Սես ղեկավարը ալնում։ Ես վատանում եմ, ես վատ եմ զգում, ես ամաչում եմ իր փոխարեն։ Այս սրիկը այդպեսի բանով անում, աղեր կամ կոկորոս կրծողը։ Բերգա ամաչելի է դա։ Իր այդ բանարացին վրան ազդել է շմզում նայեմ, ոչ ուզում եմ հիշեմ։ Ինքը ինչ ոնց որ սպեցիալանի մարկանց հոգեվիճակ վրան ազդելու համար։ Ես նախ չեմ նայում, եթե որ ասենք ինչ որ կադրել փոխանում է հանկարծ բաներ, դա ամենավերջի ոնց թվում ամենավերջի նախագահ վարչապետ կելնի, թե փոխնախագահ կելնի, այդ ձևի բան չպետք է աներ։ Մի մարդ որ ամբողջ օրը շատ կներես այն աղջիկերքի նման իրան սելֆի անի, այն ինչ վարչապետ։